Համացանցում տարածված նոր տեսանյութն ուղղակի կոտրեց հազարավոր մարդկանց սրտեր: Տեսանյութում փոքրիկ Տիգրանն է, ուրախ, աշխույժ, ժպտերես: Նրա աչքերում մի պարզ, մաքուր ուրախություն կա, որը բառերով դժվար է նկարագրել: Ինչպես է նա խաղում, ձայնը լցնում է ամեն տեղ, ինչպես է ուրախ ճիչերով շարժվում, բռնում խաղալիքը: Այդ մի քանի վայրկյան տևողությամբ կադրերն ավելին են, քան պարզապես տեսանյութ: Դա կյանքի կոչ է: Դա հիշեցում է, թե ով է Տիգրանը: Ոչ թե անհետացած մի անուն, այլ սիրելի ու սպասված փոքրիկ, որին ընտանիքը սրտի ամեն բաբախով փնտրում է: Մարդիկ մեկնաբանում են տեսանյութի տակ. «Տիգրան ջան, Աստված քեզ պահի, քեզ տեսնելիս սիրտս մի պահ դադարեց բաբախել: Որքան կյանքի թրթիռ կա այս տեսանյութում, իսկ ամեն մեկը դիտելով այդ ժպիտը, նորից ուժ է հավաքում հավատալու հրաշքին, սպասելու լուրի, որ Տիգրանը գտնվել է, ողջ ու առողջ է, ժպտում է կրկին ու մորը փաթաթված է»: Այս տեսանյութը հիմա դարձել է հույսի խորհրդանիշ: Դա այն հիշեցումն է, որ մենք պարտավոր ենք չդադարել, որոնել, աղոթել, հավատալ: Տիգրանի ժպիտը ապրում է յուրաքանչյուրիս սրտում, և այդ ժպիտը վերադառնալու է կենդանի, իրականու մոտ: Տեր, պահիր այդ ժպիտը, փրկիր այս կյանքը: Մենք հավատում ենք: Մենք սպասում ենք: Խնդրում եմ, մի մեղադրեք ծնողներին: Մի մեղադրեք ուղղակի: Մի քննադատեք, մի հարցրեք ինչպես կարող էր նման բան պատահել: Չէ՞ որ որևէ ծնող չի հավատում, որ հենց իր ընտանիքում է դա լինելու: Բայց լինում է: Ավելին, այս ամենը կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: 2 տարեկան Տիգրանն անհետացել է մի քանի րոպեում: Մի փոքր խաղի մեջ, մի սահուն օրվա մեջ, նա այլևս չի վերադարձել տուն: Եվ այդ պահից սկսած նրա ծնողների աշխարհը կործանվել է: Ժամանակը կանգ է առել: Սիրտը բաբախում է մեկ աղոթքի նման. գտնվի, գտնվի: Եվ մինչ հանրության մի մասն աղոթում է, մի մասը տարածում լուսանկարներն ու մասնակցում որոնումներին, ցավոք կան նաև մարդիկ, որ հեշտությամբ ասում են. ինչպես թողեցին միայնակ: Ուշադիր լինեին, չէր պատահի: Սակայն հիշեք, մենք բոլորս ունենք այն մի պահը, երբ մի ակնթարթով չենք նայել մեր երեխային: Երբ մտածել ենք, որ նա կողքներս է: Երբ վստահել ենք, որ ամեն ինչ կարգին է: Բայց նրանց դեպքում այդ մի ակնթարթը դարձավ մղձավանջ: Մի մեղադրեք: Երեկ նրանք էլ մեզնից էին: Այսօր կանգնած են կոտրված կյանքի եզրին: Ու չգիտենք վաղը մեզ հետ ինչ կլինի: Եկեք լինենք ավելի բարի, ավելի զգույշ մեր խոսքերում, ավելի միասնական ցավի ժամանակ: Այս ընտանիքը հիմա ուժի կարիք ունի, ոչ դատողությունների: Աղոթենք բոլորս միասին, որ Տիգրանը գտնվի, որ այս մղձավանջը վերջանա: Եվ երբ այս ամենն ավարտվի, գուցե նորից սովորենք սրտով ապրել, ոչ դատելով: Տիգրանը մերը չէ, բայց մեր հոգում է: Եվ եթե մի ազգ դառնա մի ձայն, մի աղոթք, մի հույս, հնարավոր է հրաշք տեղի ունենա: Եվ այդ հրաշքի համար այսօր ամեն ինչ պետք է դնենք մի կողմ: Քաղաքական հայացքներ, սոցիալական տարբերություններ, անձնական հոգսեր: Որովհետև երբ երկիրն ունի մի կետ, որտեղ մի մայր լաց է լինում երեխայի համար, այդ երկիրն այլևս հանգիստ չի կարող լինել: Եկեք մի պահ դադարենք ու զգանք այդ ցավը: Տան լռությունը, որ պետք է լցված լիներ մանկական ձայնով: Մոր գրկի դատարկությունը, որ վաղուց պետք է ժպիտով լցվեր: Հոր ձեռքի մեջ ընկած խաղալիքը, որ այլևս խաղալիք չէ, այլ աղոթք: Երեխայի կորուստն ազգային ողբ է, և մենք պարտավոր ենք դառնալ մի ամբողջ ազգ, մեկ երեխայի կողքին: Տիգրանի վերադարձը միայն մի ընտանիքի սպասումը չէ: Դա մեր ամբողջ հասարակության, ամբողջ ժողովրդի արժանապատվության փորձությունն է: Ոչ մի ծնող պաշտպանված չէ նման ցավից: Եվ եթե այսօր չհասկանանք, չաջակցենք ու չդադարենք մեղադրել, ապա վաղը մենք կարող ենք միայնակ մնալ նույն ցավի մեջ: Տիգրանը ցավոք դեռ չի գտնվել: Բայց նա դեռ մեր աղոթքներում է, մեր հույսերում, մեր սրտերում: Եկեք շարունակենք աղոթել, տարածել, հավատալ: Մի օր այս տեքստի վերջում գրվելու է. Տիգրանը գտնվեց: Եվ այդ օրը մեր արցունքները կլինեն ուրախությունից: Ամեն: Մարմարիկ գյուղում, Կոտայքի մարզում արդեն մի քանի օր է որոնում են 2 տարեկան փոքրիկ Տիգրանին: Մի մանուկ, որի տեղում կարող էր լինել յուրաքանչյուրիս երեխան: Ինչ է տեղի ունեցել: Օրը սկսվել էր սովորական: Տիգրանը խաղում էր բակում, իսկ հայրն ու պապիկը մեքենայի վրա էին աշխատում: Տիգրանը դրսում էր նաև իր 3-4 տարեկան քրոջ հետ: Երբ քույրը տուն է մտել, մայրը կարծել է, թե Տիգրանը հոր մոտ է, հայրն էլ, թե որդին
մոր ու քրոջ հետ է։ Մի քանի րոպե անց, երբ բոլորը հասկացել են, որ Տիգրանը ոչ մի տեղ չկա, արդեն ուշ էր։ Փնտրել են սկզբում տան, հետո բակի շուրջը հարևանությամբ, թաղամասում, ապա ահազանգել փրկարարներին, մտածելով, որ գուցե երեխան գետի կողմ է գնացել։ Բայց ծնողներն ու հարազատները վստահ չեն այդ վարկածին, որովհետև Տիգրանը նույնիսկ կայուն քայլել չէր կարողանում, և գետն էլ շատ վարար է եղել։ Այն փրկարարները, ջրասուզակները, փրկարար շները, նույնիսկ տեսախցիկի տվյալներն ուսումնասիրվել են, բայց մինչև այս պահը ոչ մի հստակ հետք։ Ոչ գետում, ոչ հարակից տարածքներում, ոչ էլ տեսախցիկներում չկա որևէ բան, որ հստակ ցույց տա, որտեղ է փոքրիկը։ Սկսել են խոսել նաև այլ հնարավորությունների մասին՝ գողության կամ առևանգման։ Ոստիկանությունն արդեն քրեական վարույթ է հարուցել մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով։ Մարդիկ չգիտեն հուսալ, թե վախենալ։ Ծնողներն ապրում են մի սահմանագծի վրա, որտեղ յուրաքանչյուր վայրկյան հավերժություն է միայն մի միտք՝ երանի գտնվի, ողջ, ու ժպիտը երեսին։ Սա պարզապես մի ընտանիքի ողբերգություն չէ, սա բոլորիս ողբերգությունն է, և հիմա միայն աղոթքը չէ, որ պետք է լինի, այլ նաև օգնությունը, ով ինչով կարող է՝ դռոն, տեսախցիկ, տարածում կամ պարզապես հնչեցված աղոթք։ Տիգրանը մեր բոլորի փոքրիկն է հիմա, եկեք լինենք միասնական, եկեք հավատանք հրաշքին, եկեք անենք ամեն ինչ, որ Տիգրանը վերադառնա։